նախաձեռնությունը տրամաբանական ավարտին հասցրեցինք եւ սրանով մենք մեկնարկը տվեցինք եւ հետամուտ ենք լինելու այդ մարդկանց արարքներին, որոնք մեկ գիշերվա մեջ, ես եւս մեկ անգամ եմ կրկնում, 120,000 հայից հրաժարվեցին։ Նաեւ իրանք կարող է այսօր քնեն առավոտ զարթնեն, մեզանից էլ հրաժարվել։ Նույն Արսեն Թորոսյանը 2 օր թե 3 օր առաջ չեմ հիշում, sense, բայց թիվ 1 ամբիոնից ասում էր մենք պետք է ներգաղթ անենք, sense չակերտավոր ազգային գաղափարներին դա չի համապատասխանում, բայց այլ ազգիներ հազարավոր, տասնյակ հազարավորներ պետք է բերենք։ Դա արդեն իսկ նախապես հող են պատրաստում, այն ասած 300,000 ադրբեջանցիներին, որոնք գալու են Հայաստանում մնան, այդ 300,000-ի հետ տեղ կգտնեն Հայաստանում բնակվող այն Սիրիայի մուջահեդները, որոնք որ ալավիներին էին մորթում, որոնք որ Արցախում բարբարոսություններ արեցին, եւ մենք դա չենք հանդուրժելու։ Դա եւս կրկին մեկ անգամ ցեղասպանություն է։ Եթե այս մարդիկ մերժում են ցեղասպանությունը, թող իրանք մտածեն, որ Արցախում էլ ցեղասպանություն եղավ։ Այո, 23 թվականին Արցախում եղավ ցեղասպանություն։ 300 հետ ներգաղթյալ ադրբեջանցիների հետ միաժամանակ նաև նրանց զինված ուժերն են տեղակայվելու Հայաստանում, հաշվի առնելով, որ Ալիևը ոչ Հայաստանի ոստիկանական կամ որևէ ուժային կառույցի, նաև երրորդ որևէ պետության ուժային կառույցի չի վստահում եւ ավելացնում է նաև այդ իր ուժային կառույցների թիվը։ Բնականաբար, այո, իրանք ինչքանով խոչընդոտ կհանդիսանա խաղաղ հայ բնակչության համար։ Հիմի նայեք, ստեղ պատկերը ոնց առնելու։ Ադրբեջանցիները իրանց ոստիկանական համակարգով, իրանց բանակով գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի լինելու է թիրախ։ Եթե ընդհանրում լինի ադրբեջանցու եւ հայաստանցու միջեւ, բնականաբար մեղավորը լինելու է հայաստանցի։ Ներկա պարագայում տենդենս կա, նման տենդենս կա, եթե օտար մենք նկատեցինք այն արցախցուն անուն ազգանունը չեմ հիշում, որ բանի ադրբեջաներեն լեզվով հրապարակում երգել էին, քրեական գործ հարուցվեց այդ մարդու վրա, գիշերվա կեսին հավաքվան, կալանք էին ուզում վերցնել եւ այլն։ Նմանատիպ դեպքեր կան եւ ավելի շատ լինելու